Արի իրար հետ մի հատ սրտից սիրտ խոսանք։ Եթե դու նեղացած ես Աստծուց ու մտածում ես քո դժվարությունների, դժբախտությունների, հիվանդության պատճառը Աստված է, ու դու նեղացած ես Աստծուց, ուզում եմ քեզ մի բան ասեմ։ Գիտես, ժամանակ կար, ես էլ էի նեղացել Աստծուց, ու այն կարգի էի նեղացել, որ ասում էի այլևս Աստված չկա, Աստված գոյություն չունի, որովհետև նեղացած էի, որովհետև չէի ճանաչում Աստծուն, որովհետև Հիսուսին չունեի իմ կյանքում որպես իմ կյանքի Տեր, որովհետև չէի հասկանում ինչ ա արել Հիսուս Քրիստոսը իմ փրկության համար։ Գիտես, երբ որ ես Հիսուսին ընդունեցի իմ կյանքի Տեր, իմ կյանքի ընթացքը ամբողջությամբ փոխվեց։ Ուզում եմ քեզ մի բան ասել, այլ բան է ապրել Աստծու հետ, քայլել Տիրոջ հետ, այլ բան է, երբ որ դու ապրում ես առանց Աստծու եւ նեղացած Աստծուց։ Պետք չի Աստծուց նեղանաս եւ քո բոլոր դժբախտությունների եւ դժվարությունների մեջ մեղադրես Աստծուն։ Արի իրար հետ մի հատ սրտից սիրտ խոսանք։ Եթե դու նեղացած ես Աստծուց ու մտածում ես քո դժվարությունների, դժբախտությունների, հիվանդության պատճառը Աստված է, ու դու նեղացած ես Աստծուց, ուզում եմ քեզ մի բան ասեմ։ Գիտես, ժամանակ կար, ես էլ էի նեղացել Աստծուց, ու այն կարգի էի նեղացել, որ ասում էի այլևս Աստված չկա, Աստված գոյություն չունի, որովհետև նեղացած էի, որովհետև չէի ճանաչում Աստծուն, որովհետև Հիսուսին չունեի իմ կյանքում որպես իմ կյանքի Տեր, որովհետև չէի հասկանում ինչ ա արել Հիսուս Քրիստոսը իմ փրկության համար։ Գիտես, երբ որ ես Հիսուսին ընդունեցի իմ կյանքի Տեր, իմ կյանքի ընթացքը ամբողջությամբ փոխվեց։ Ուզում եմ քեզ մի բան ասել, այլ բան է ապրել Աստծու հետ, քայլել Տիրոջ հետ, այլ բան է, երբ որ դու ապրում ես առանց Աստծու եւ նեղացած Աստծուց։ Պետք չի Աստծուց նեղանաս եւ քո բոլոր դժբախտությունների եւ դժվարությունների մեջ մեղադրես Աստծուն։